Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը և Արցախ հեռուստատեսությունը ներկայացնում են։ Խոյից դեպի արևելք մի բարձր լեռ կա։ Գաղթականությունը տեղավորված էր Սեյդավարի և Խոյ քաղաքի միջև, ձգվելով միջև այդ լեռան ստորոտը։ Բլուրներից մեկը, որ իշխում է դեպի հյուսիս տարածվող դաշտին, Վարդանանց անունն էր կրում։ Նրա վրա կանգնած էր մի անպաճույճ մատուռ և կողքից դանդաղ հոսում է տղմուտ գետը։ Մեր հեծելազորը դաշտով գնաց։ Շինդյան Լյուբա Ստեփանի ծնվել եմ Աշան գյուղում 1953 թվականին, փետրվարի 8-ին։ Աշանում ինձ ճանաչում են որպես մշակույթի տան տնօրեն։ Ակումբավար են ճանաչում։ Հենց այդպես են ասում, բայց մշակույթի տուն է եղել։ Նոր հասարակական կազմակերպություն կա, բոլոր աշանցիները հավաքվել են։ Այնտեղ ինձ պարգևատրել են պատվոգրով։ Աշանում ծեր մարդիկ կային, այնպես գրակեթանց խոսում են, ասում ես, եթե ժամանակին ուսուցումը էր, այս մարդիկ երևի ակադեմիկներ կնին, երևի գնչում, պարավ կնանդեք հնելյալ խլղը կեցը, 100 տարեկան մի կինում հիշում լի, Մարիան Հասին, ակուպն ասալա մաթեմատիկայի դասատողը, ասա դարդերս շատ այան ասալա, ակուպ, այն դարդերս ինչքան շատ։ Այան ինչ սանում, կերխում է թախտ է նստեյլի, դարդետ վերնա թա, ակուպ, խալքտետյա, իմ դարդես էլ է իմս, քու դարդետ էլ է իմս, իմաստուն խոսք է քինասուն, դասիրակությունը միշտ կա ավանդական ընտանիքներին էլ ալ գյուղումը, օրինակ ես էլ եմ ավանդական ընտանիքում ծնվել, պապի կալյալ, տատի կալյալ, քույր եղբայրներ էլ հարես, մարս, մեծ ընտանիք են կլյալ։ Ու այդպես է, որ ամուսնացալում, մեր գյուղացի տղայի հետ եմ ամուսնացալ, ժամանակ ալալ վերմուկ 10 կավն կլա մեր տանը կնայիս։ Ահագին թերթեր են կլա երունեիս, քինիս հանդերը, որպես գործի առումով, գրադարանավար ու նղըտ մինտղ։ Քինիս են կլա կեսոր են այդ մարդիկ հացից հետո նստալ են, ու սկսալ Ղարաբաղ ասած յուր ծիր կատալի։ Մի հատ նախագահ էլ է, նախկին նախագահ, պատերազմի մասնակցել, հայրենական պատերազմի, ասում է, ես վեր քնում տոստում մեր կնեգը, կորները խաչայս դրբզում ու նկացած, ինձ է եշում, քմեգյանում եշին պերնը վերիմ ոնում, նիմ տոմ ստոլը կցեց, գազետը վիրամ կցեց։ Այդ տրան հարևանը էլի պատերազմի մասնակից, մինչև Բեռլին կեցա, Սամվելդային, շատ լուրջ մարդ է, բայց կատակաս էր։ Տղտ մին լավ տնքամա, մը դարդոն էլի վեր տնքամա։ Էմին էլ միշայում էինք ասում, ասում, էս է քնում տոն, արդեն կլուբ են բանդավ վեր հլորվում, մեր զերվարդեն խուրագին վոտերիմ ձիրոնում, քնում տոստում ստոլը կցած, լղանում, նստում, հացոտում, հանգստանում, ինձ է դինջանում, Սամվելդային տղմին էլ ատնքամ։ Երջը այդ նախագահը նախկին, ասում է, ամորաս, բավեր դու քնում ստոն, դու հունց սասկցնում իրի գյունետ, ինչ հասիմ, հարա մի ժեմ նստում տմբետայում գյունշում կանեժապ։ Երջը եշում տոստում մեր կնեգ եմի խոլ չակոտն քերեջ երկալաս կյամա։ Ու ամարդ հետ եկալս, պախասում չուս, պահացու, պենու, ու դևերտիա մինամա չոր լոբիտինի միան։ Ծիծաղելի ալի չոր լոբին, քանի ժամում կեպի վեր այդ մարդու ոտ է, ուղակ է կատակ անում, այդ կնեգի շատ տնպուժուշ կնեգյա, ասում են խոխամաշկը կպեիս ալյալ, գյուլբան գործելավ, բենը տապան հալավեր թեպուրալ վերինգաց այդ թեպուրը երակա կոխալ կյոտկին, վերջ գյուլբան գործելա, կյումուշնին տարալա պահալ, ի տնպուժուշ կնեգյա, ուղակ այդ մարդն է կատակում, մծերելի մեր մծերի կատակում, ընտին կատակում։
շնոցեք հացավ, օտո խմող, հյուրասեր, շատ հյուրասեր մարդիկ են, շատ։ Այն ժամանակներում էլ կինին արաղը ամեն ինչ կար, ուղղակի քեփ էին անում, Այն մեր աշանակինին համբավը արդեն շրջանից դուրս է եկած, շատ լավ աշանակինին։ Գուցե էլ է պատճառվել հյուրասերը շատ էր օզի մխմին, օրինակ էլ Սևումուտ տարիներին, որ խումբար կյան, թատրոնից բարից, այդ Մարգո Բալասանյանը պենեսաղ մեր մեծեր էր։ Դե նորից բենզին չկար այդ տարիների, որ նորից հետ դառնան։ Ես բոլորի մեր տուն էի տանում, այնքան էին ուրախանում, այնքան էին շոյվում։ Չար ոգին եք խաղարալ, պատվի համարն եք խաղարալ, Թումանյանից Քաշնազարը բեմադրալ ենք, ժամանակ սովետի գրողներից բանից Արշավի դարբն ու երբացու եմ անուշակը, Մելիք Քոչարյանի կինը ուսադիրներով, հետո շատ բեմադրություններ են կարել ու հարևան գյուղերում էլ հանդես ենք եկել, մեր Ղարաբաղ գրողների ստեղծագործություններից էլ են կրալ, Զինավոր Գևորգյանի ստեղծագործություններից։ Աշանը շատ հայտնի մարդիկ ունի, շատ հայտնի մարդիկ է տուալ։ Օրինակ գրողներից Լեոն Հարությունյանը ազգագրագետ, հասարակական գործիչ, ինքը շատ գրքեր ունի գրած, գրողը Վարդան Բալայանը, հետո Սերո Աբրամյանը, Բաքու կոմունիստ խմբագիր էր այդ ժամանակ։ Դե շատ կան, բացասական մարդիկ էլ կան։ Ամեն տեղ է լինում ալի։ Պապս Անդրանիկ է Զորքում Կարվելյան։ Ինքը եղել է, չգիտեմ, ես մի բան կարդացել եմ, ասում են համարձ է եղել, ուղղակի։ Շատ բան գիտի Անդրանիկից, շատ բան էր պատմում։ Սոսեմ այրիկին տեսալ է։ Ասում պահունցս տեսալի պատմե, հյուրնումանա, հունցա, դեմունք անումս կանունք, բայց գյուն չկլի, կարդիմունք, բայց գյուն չկլի ծևիկլի։ Պապս ստիալ է, ոնց որ մեր արիսյակը։ Իրա քույրնա փոքրամարմին կինա, մենք ասում պահունցըք բաժանուալի, Զորքը ունցալ էր, ասում հակարու ասում ինքը։ Այդ գետից ասում Անդրանիկը Զորքը ծրալ է, ինքը Սոսեմ այրիկի հետքեց Բուլղարիա, Վերջի մունք էլ եկալ ենք, ասում հու ինչ ոզիմա վերցնի, ասում ես իմ սուրնում երկալ են, հետո մի ջորի սպիտակ, հետո Մաքսիմկա պլիմոտը, դրել եմ այդ ջորի վրա, եկել եմ հասել Շուշի ձերքիցից վերցրել են Մաքսիմկան, այդ Մաքսիմկան թանգարանում է եղել, հետո ասում են 90-ականներին գործ ալա բայց, սկնալավ, վերջի ջորին էլ վերցրել եմ, եկել հասել եմ գյուղը, Այդ թուրը մնում էր, բայց չկարողացանք բերել։ Պահում էր, մինչև էր պահում էր, մեծ։ Ասում, բա դու փոքր մարդ ես, դու այդ մեծ թուրը ոնց ես բանեցրել։ Թորն եմ 8 տարեկան, հիմա 10 տարեկան ալի, որ եկել եմ։ Ասում տատիկ, Ղարաբաղեր են խոսող չկալով Հայաստան միլիզվա են խոսում։ Վերլող խոսին Ղարաբաղերին, Արցախերին։ Իրանց լեզին մորանանոչ, հայ լեզին մորանանոչ, ինչ տեղոզի մունինին։ Հայեցի դաստիարակություն ստանան իրենց ընտանիքներում։ Ղարաբաղից թոնրահացի համն ու հոտը ուրիշ է։ Սաջով թխած ժենգյալ հացը մեղրահացից անուշ է։ Թանձր գինու անուշ հոտը, անմահական մի հուշ է, չկնաղ տեսքը իմ Արցախի, Աստված վկա ուրիշ է։ Այսքան։ Իմա ռույց քաջեր, ասասնա, չեն կշվեք, թշնամու գերակշիռ ուժերի առջև։ Միշտ էլ մեր թշնամին շատ է եղել, իսկ մենք քիչ։ Մենք նպատակին ձգտում ենք հոգեկան ուժերի լարումով, իսկ մեր թշնամին աճելով։